Ունեք դուք ամսական ինչքան փող եք տալիս ձեր application-ներին ու IT product-ներին, որից օգտվում եք։ Ես վախում եմ իմանալ։ Մարդիկ արդեն սովորում են վճարեն product-ների համար, ու իրանց կյանքի մի մասն է դառնում։ Օրինակ, որ ես հաշվեցի ամսական ինչքան գումար եմ տալի իմ ծառայությունների համար, տենց եկա մոտավորապես մի $170 կարգի։ Այսինքն Xbox-ի Game Pass-ից մինչև Apple Music, մինչև ինչ, ասենք մինչև OnlyFans։ Մինչև ընդերից մինչև OnlyFans փող ես տալիս դու գոհես։ Շատ հարմար բան է, էկոսիստեմ են ստեղծում, որտեղ դու կարաս համագործակցես, հարմար։ Ժամանցի համար իդեալական է։ Ինչ չի թվում, որ տենց Հայաստանի ժողովուրդը պատրաստ չի դրան տեխնիկապես պատրաստ է։ Ինձ թվում է, սենց խնդիր կա, էլի կներեք, որ ես օրինակը միշտ բերում եմ, բայց դա իմ աչքով եմ տեսել, որը Ռուսաստանում էր կինոյի հետ, երբ որ Ռուսաստանի կինոն արդեն լավ բաներ ստեղծում էր, համ սերիալներ, համ ֆիլմեր, բայց հələ անվստահություն կար, որտեղ դրանից առաջ շատ երկար ժամանակ ոչ ինչքան լիքը լավ գովազդային թեկուց եղել են արշավներ, մարդիկ խափնվել են նայել են, հասկացել են, որ էլի իրանց խափել են, էլի, ինչ որ պայից իրանք արդեն պատրաստ չեն նույնիսկ լավ գովազդային արշավներից հետո գնան նայեն, որտեղ արդեն տեսել են, գիտենք, չի լինելու լավ։ Դե քակ մեջ արես կոլկը ոնել։